Ի սկզբանե ապստամբների մոտ ստրատեգիական առումով այսպիսի մի նպատակ կար զինված ապստամբությունը վերածել այսպես ասեմ հեղափոխական շարժման։ Պլանը այսպիսին էր, որքանով ես հասկանում եմ, ստեղծել գերլարվածության մի օջախ, որի շուրջ կծավալվեն արդեն այլ գործողություններ, կստեղծվեն զուգահեռ, այսպես ասեմ, կազմակերպչական կառույցներ, որոնք կկոորդինացնեն, կկազմակերպեն շարժումը այդ պատերից դուրս, գնդի պատերից դուրս։ Եվ այդ ստրատեգիայից ելնելով է, որ ասենք արագ փոխվում են նաև լիդերները, այսինքն բնականաբար քանի որ ռազմավարությունը մաքսիմալ աջակցություն ստանալն է եւ ժողովուրդ հավաքելն է գնդի շուրջ, ապա պետք է ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակը միշտ մնա ուշադրության կենտրոնում, միշտ լինի հնարավորինս հետաքրքիր, սուր եւ լրագրողներն էլ եւ հանրությունն էլ քննարկելու եւ խոսալու բան ունենան եւ հետաքրքրությունը լինի, որպեսզի ինչ որ ժամանակի ընթացքում ձնագնդի էֆեկտով ժողովուրդ հավաքվի, զանգվածները մեծանան։ Մի շաբաթվա ընթացքում մենք տեսանք, որ այդ պլանը ինչ որ չափով ասենք թե իրականացվում էր, քանի որ մոտավորապես մի քանի տասնյակ մարդուց ասենք հիմա ասենք դժվար եմ ասել տարբեր գնահատականներով, այդ թվում նաև հենց ձեր գնահատականներով 1000-2000 մարդու մասին էիք գրում, այդպիսի թվեր, այսինքն այս մի շաբաթվա ընթացքում հաջողվեց այսքան զանգված հավաքել։ Իհարկե դա չի նշանակում, որ հենց այդքանն են աջակցում ապստամբներում, ես կարծում եմ ապստամբների հույսը հենց այն բողոքական ահռելի զանգվածն է, որ կա հասարակության մեջ մեր մոտ, որը ապրիլյան այդ իրադարձություններից հետո էլ ավելի կարծում եմ ընդլայնվեց, իր բովանդակությամբ այն ամենու քաղաքական ակցիա է եւ քաղաքական պահանջները, որ դրված են այնտեղ, գիտեք հիմնական 3 պահանջները Սերժ Սարգսյանի հրաժարականը, քաղբանտարկելների ազատումը, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ ամենագլխավոր պահանջը դա Ղարաբաղի հարցի շուրջ է, կարծես թե այնուամենայնիվ ամեն ինչ ընթանում եւ Վիտալի Բալասանյանի այս երեկվա իր հայտարարության մեջ ակնարկ չէր, ուղղակիորեն ասվեց, որ Ժիլար Սեֆիլյանին ըստ էության ամենաշատը հետաքրքրում է ազգային խնդիրների շուրջ, ազգային նշանակության խնդիրների շուրջ բանակցությունները եւ այլը եւ Վիտալի Բալասանյանն ըստ էության ուղղակիորեն հայտնեց, որ եթե վայր է դրվում զենքերը, ապա Սեֆիլյանի հետ այդ բանակցությունները սկսվում են, հենց ազգային խնդիրների շուրջ կարծես թե։ Կարծում եմ, որ այնուամենայնիվ իշխանությունը փորձում է այս իրավիճակում էլ տեղավորվել եւ փորձում է ինչ-որ օգուտներ քաղել նաեւ այս իրավիճակից, բայց արտաքին քաղաքական դաշտում, այսինքն հիմա ակնարկվում է փակուղային իրավիճակը առնվազն ձգձգել այդ Ղարաբաղի հարցի շուրջ փակուղային իրավիճակը փորձում է հասկացնել, որ նման իրավիճակում, երբ երկրում գերանկայուն իրավիճակ է եւ ըստ էության ապստամբները եւ հասարակության մի զգալի մասը օրակարգային է դարձնում այդ մադրիդյան սկզբունքների տարբերակը, այսինքն ամբոստանում են այդ տարբերակի դեմ, հասկացնում են միջնորդ երկրներին, շահագրգիռ գեոքաղաքական կենտրոններին, որ նման պայմաններում հնարավոր չէ լուրջ ռադիկալ նման հարցեր լուծել։ Ես կարծում եմ սա է պատճառը, որ իշխանությունը իր ավանդական, այսպես ասած, ուժային մեթոդին առայժմ գոնե չի դիմում։ Ինչ որ մի բան պայմանավորվել են, այսինքն գոնե այն, ինչի մասին խոսում էր Վիտալի գեներալ Բալասանյանը, երբ ասում էր, որ Սեֆիլյանը կարծես թե հրաժարվում է գոնե այս փուլում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցից։ Իսկ գիտեք, դա կարող է լինել միայն մի դեպքում, եթե Սեֆիլյանին ինչ որ գարանտիաներ տան, որ Ղարաբաղի
գլխավոր հարցը այնուամենայնիվ ել եմ ասում Ղարաբաղի այդ լուծման խնդիրը։ Երբ ես ասում եմ իշխանությունը օգտվում է ինչ որ մի սիտուացիայից, այսինքն փորձում է տեղավորվել, փորձում է իր խաղը ստեղծել եւ տեղավորվել սիտուացիայի մեջ, դա բացարձակապես չի նշանակում, որ իրար հետ պայմանավորված են։ Ես կարծում եմ սրա հանգուցալուծումը այն է, որ Ժիրայր Սեֆիլյանը աստիճանաբար այս մի քանի օրվա ընթացքում ամենայն հավանականությամբ ավելի ընդգծված կդառնա բանակցային կողմ եւ անմտություն կլինի, եթե չօգտագործեն այս հնարավորությունը, առավել եւս, որ այնտեղի ապստամբները ասել են, թող Ժիրայր Սեֆիլյանը այդ դրա մասին ասի։ Իսկ Ժիրայր Սեֆիլյանը հիմա ասել է Սերժ Սարգսյանի հրաժարականը օրակարգային չի, հիմա արդիական չի, թե չի ասել, դա արդեն խնդիրը այլ է։ Հիմա կա կոնկրետ մարդ Ժիրայր Սեֆիլյան, որը կարող է ասել որ կոնտեքստում է դա ասել, ինչ կոնտեքստում է ասել։ Նախագահն արդեն գնացել է զիջումների, երբ ասում է, որ ինքը Ժիրայր Սեֆիլյանի հետ կհանդիպի ու քննարկի ըստ էության Ղարաբաղի հարցը, ազգային խնդիրները։ Այսինքն հիմա սիտուացիան այնպեսին է, որ բոլորը այստեղ երկու տարբերակ է, կամ բանակցային process-ը տանում ես առաջ, փորձում ես մաքսիմում կամես այդ բանակցություններից, կամ ուժայինն է։ Ես ասում եմ, նախագահն այսօրվա դրությամբ մտադիր չի կարծես թե ուժային մեթոդով գնալ։ Հիմա ներվերի հարց է, ում ներվերը ավելի, ում նյարդերը ավելի պինդ կլինեն։ Հիմա երբ իշխանությունը հոսանք է անջատում, չէ՞, դա փորձում է իշխանությունը ինչ է անում։ Իշխանությունը ըստ էության փորձում է ինչ որ դրթել ինչ որ սխալի ապստամբների։ Ապստամբները պատասխանում են մեքենա այրելով, ցույց տալով, որ մենք էլ սա կանենք, այսինքն իրանք իրանց վճռականությունն են ցույց տալիս։